Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները Պոլիտիկայմի եթերում, ձեզ հետ եմ ես Բորիս Մուրազից, այսօր խոսելու ենք, քննարկելու ենք Պոլիտիկայմի մի հոդված, որ ես հրապարակել էի նաև իմ Facebook-յան էջում, խոսքը ընտրական պրոցեսներին պատրաստվող ընդդիմադիր ուժերի գործողությունների մասին է։ Ուրեմն բրիտանացի ռազմական տեսաբան Բադլ Լիթլ Հարթին իրեն է վերագրվում այս միտքը, ժամանակին ասել է, որ գեներալները պատրաստվում են նախորդ պատերազմին, բայց պետք է ասել, որ ամեն անգամ լրիվ ուրիշ իրավիճակ է ստեղծվում։ Եվ այս օրինակի, այս մտքի օրինակով մենք կարող ենք նայել 44-օրյա պատերազմին, երբ մեր բանակը պատրաստվում էր 90-ականների պատերազմին, որում մենք հաղթել էինք, բայց տեղի ունեցավ նոր սերնդի պատերազմ, որին մենք անպատրաստ էինք։ Հիմա էլ վստահ եմ, եթե պատրաստվում են 44-օրյա պատերազմի սցենարին, որ կարող է լինել անօթաչուների, վարձկանների կիրառման միջոցով էլի պատերազմ, բայց կարող է լրիվ այլ տեսքի պատերազմ տեղի ունենալ մեզ հետ։ Բայց գանք քաղաքականության, ընդդիմադիր ուժերը այս տրամաբանությունից ելնելով 2026 թվականի ընտրություններին, եթե դրանք հերթական տեղ ունենան, հերթական ընտրություններին պատրաստվում է այն տրամաբանությամբ, որին պատրաստվել է 2021 թվականի ընտրություններին, ինչպես պատրաստվել է 2021 թվականի ընտրություններին։ Նիկոլ Դավաճան, Արցախը հանձնեցին, հողատու այս տրամաբանության մեջ։ Ես չեմ ասում, այս հարցերը չպիտի քննարկվեն, իհարկե պիտի քննարկվեն, բայց առաջ են եկել նոր հանգամանքներ, ընդ որում աշխարհաքաղաքական հանգամանքներ, որը հաշվի չի առնվում։ Իսկ ո՞րն է այդ աշխարհաքաղաքական հանգամանքը։ Օրերս, ուրեմն Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը մի հայտարարությամբ հանդես եկավ, որը հենց այդ աշխարհաքաղաքական հանգամանքի արկայությունն է ապացուցում, Իհարկե Հայաստանը նաև այլ մարտահրավերներ ունի, Ռուսաստանը եւ իր պրոքսիները ապատեակատվական արշավներ են իրականացնում Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք օգտագործվել են Մոլդովայում, շատ ակտիվ աշխատել են Մոլդովայում, այսինքն սցենարը նույնն է, Եվրամիության ֆինանսավորումը կօգնի եւ հայտնաբերել եւ արձագանքել արտասահմանյան ազդեցություններին։ Մարտան ավելի մանրամասն կարող է ներկայացնել Եվրամիությունը ինչ կարող է անել Հայաստանին այս առումով աջակցելու համար։ Նախ գանք նրան, թե ինչ է նշանակում Մոլդովայի օրինակի հիշատակումը, որը անում է Կալասը։ Սա հստակ ցույց է տալիս, որ իշխանությունները, ավելի շուտ Եվրամիությունը աջակցելու է այս իշխանություններին եւ իրենք գծագրում են Մոլդովայի սցենարը։ Իսկ ինչ տեղի ունեցավ Մոլդովայում։ Մոլդովայում Եվրամիության հովանու ներքո գործող իշխանությունները Մայա Սանդուի գլխավորությամբ, որոնք Մոլդովայի ներսում չունեին 50+1 աջակցություն, առաջ բերեցին ռուսական ազդեցության նարատիվը։ Ինչ հնարավորություն տվեց դա իրենց։ Իրենք հայտարարեցին, որ ռուսները աջակցում են, ռուսական պրոքսի ուժեր կան Մոլդովայում, այդ ուժերին աջակցում են ռուսները, տեղեկատվական աջակցություն են տալիս, ֆեյքային գրողներ են կազմակերպում գործող իշխանությունների դեմ, եւ այս նարատիվը շահարկելով Մոլդովայում արգելվեցին քաղաքական կուսակցություններ, արգելեցին նրանց մասնակցությունը ընտրություններին, արգելեցին քաղաքական առաջնորդների որոշ դեպքերում ընտրություններին մասնակցել եւ Մայա Սանդուի համար ապահովեցին հնարավոր ամենալավ պայմանները, որը կարող էին ապահովել Մոլդովայում։ Հենց այս ռուսական նարատիվը շահարկելով։ Մյուս կողմից Կայա Կալասը դարձել էր Մայա Սանդուի շտաբի պետը, տպավորություն էր։ Եվրամիությունը անընդհատ ֆինանսական, տեղեկատվական, քարոզչական աջակցություն էր տրամադրում Մոլդովայում։ Այդ գետ էր բացել, ուղղակի հոսում էր փողեր, քարոզչություն եւ այլ տիպի աջակցություն։ Բայց անգամ այս իրավիճակում Մոլդովայի ներսում Մայա Սանդուն պարտվեց։ Եկավ Եվրամիության հավաքական արևմուտքի երկրորդ этаպի աջակցությունը։ Իրենք կազմակերպեցին ընտրական տեղամասեր էին բացվել նաև Մոլդովայի տարածքից դուրս եւ օրինակ Ռուսաստանում ապրում է
միայն Ռուսաստանում ապրում է այնքան Մոլդովայի քաղաքացի, որքան ամբողջ Եվրամիության տարածքում, բայց Ռուսաստանում կարծեմ 2 թե 3 ընտրատեղամասեր բացվել Մոլդովայի քաղաքացիների համար, իսկ օրինակ Իտալիայում, միայն Իտալիայում 200-ից ավել ընտրատեղամաս Մոլդովայի քաղաքացիների համար։ Եվ Մայա Սանդուի հաղթանակը ապահովեցին Մոլդովայում չապրող մոլդովացիների միջոցով։ Մարդիկ Մոլդովայում չէին ապրում են եվրոպական երկրներում եւ կազմակերպեցին այդ ընտրությունները այնպես, որ Մոլդովայում պարտված Մայա Սանդուն դրսում ապրող մոլդովացիների շնորհիվ հաղթանակ տարավ։ Նույն պատկերը ապահովեց նաեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Հիմա հայտարարում են, որ Հայաստանում կա ռուսական ազդեցության պրոքսիների վտանգ։ Սա խոսում է այն մասին, որ գործարկելու են գրեթե նույն սցենարը, ինչ Մոլդովայում էր Հայաստանի համար։ Այսինքն արգելվելու են քաղաքական ուժեր, ձերբակալվելու են քաղաքական առաջնորդներ եւ արգելանք է դրվելու նրանց ընտրությունների մասնակցության վրա։ Ճնշվելու են լրատվամիջոցներ, որոնք Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգից դուրս են գործում։ Մյուս կողմից եւ այս ֆինանսավորման մասին նաեւ այս հանդիպման ժամանակ հայտարարվեց, անխնա ֆինանսներ են տրվելու Նիկոլ Փաշինյանին աջակցող լրատվամիջոցներին եւ հասարակական կազմակերպություններին։ Նրանք ուղիղ չեն աջակցելու ԿՊ-ին, բայց նրանք պիտի թիրախավորեն, այսպես ասած, ճակերտավոր ռուսական պրոքսի ուժերին, որոնց թիրախավորելով ստեղծելու են մի մթնոլորտ, մի միջավայր, որը հնարավորություն կտա Նիկոլ Փաշինյանին կոնկրետ ուժերի արգելել ընտրությունների մասնակցել, կոնկրետ քաղաքական առաջնորդների մեկուսացնել ընտրական process-ներից, հա, եւ հնարավորինս ստերիլ ընտրական process կազմակերպել քաղաքացիական պայմանագրի եւ Նիկոլ Փաշինյանի համար, ապահովելու նրա հաղթանակը։ Եվ ահա այս հոդվածի սկզբում, որ մենք հիշատակել ենք բրիտանացի ռազմական տեսաբանի խոսքը, որ գեներալները պատրաստվում են նախորդ պատերազմին։ Հիմա ընդդիմադիր առաջնորդներն էլ պատրաստվում են նախորդ ընտրական process-ին։ Որովհետև նրանք հաշվի չեն առնում, կամ եթե հաշվի առնում են հրապարակային գոնե չեն ասում, չեն խոսում դրա մասին, որ Եվրամիությունը հորինելով ռուսական ազդեցության նարատիվը ինքը արդեն հայտարարել է, որ ուղիղ մասնակցելու ընտրական process-ների։ Սա աննախադեպ իրավիճակ է Հայաստանի համար։ Երբեք Հայաստանի ընտրական process-ներին մասնակցելու հայտ նման կերպ Եվրամիություն չի ներկայացրել։ Եվրամիությունը մշտապես հանդես է եկել որպես դիտորդ։ Հիմա իրենք հանդես են գալիս ոչ թե դիտորդ, այլ ընտրական process-ների մասնակից եւ ընտրական process-ների մասնակից կոնկրետ ուժի աջակից, իշխանության աջակից։ Սա չի կարող հաշվի չառնել ընդդիմությունը։ Իսկ այս պահին ըստ ամենայնի հաշվի չեն առնում։ Կամ եթե հաշվի առնում են հրապարակային չեն խոսում, բայց եթե հաշվի են առնում, շատ կարևոր է սրա մասին հրապարակային խոսել։ Գնահատականներ տալ Եվրամիության այս պաշտոնյայի հայտարարությանը։ Ցույց տալ կամ արձանագրել, ցույց տալ դե ում պիտի ցույց տանք, բայց գոնե արձանագրենք հայ հանրության համար, որ Եվրամիությունը ուղիղ փորձում է միջամտել Հայաստանի ընտրական process-երին։ Ուրեմն պետք է փորձել այսօրվանից արդեն ասացի, չեզոքացնել այդ ազդակները արտաքին ազդեցության, ակտիվացնել հանրության հետ կապը, գտնել աշխարհակաղակական հենարան, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ խաղեր չի տա։ Այսօր ընդդիմությունը պետք է արձանագրել չունի աշխարհակաղակական հենարան, որքան էլ որ փորձում են այդ ռուսական նարատիվը առաջ տանել, իբրև թե ռուսները այստեղ ինչ-որ պլաններ ունեն, ես վստահեցնում եմ ձեզ, նորմալ փաստերի նայող մարդիկ կարող են տեսնել, որ չկա նման ազդեցություն ռուսական կողմից։ Եվ հանրության հետ աշխատանքը պետք է շատ ակտիվորեն աշխատել։ Ես չեմ տեսնում ընդդիմադիր դաշտում ուժեր, որոնք ակտիվ աշխատում են հանրության հետ։ Եվ չեմ տեսնում նաև Եվրամիության պաշտոնյայի այս հայտարարությունը գնահատական տվող ուժերի։ Ավելին ես տեսնում եմ ընդդիմադիրներ, որոնք փորձում են գնալ Եվրամիության դեսպանների հետ հանդիպման եւ իբրև թե նրանց բացատրել, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար չի, ժողովուրդ մարդիկ հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանը ես տեխնացուն է, մարդիկ արդեն ասում են, որ ֆինանսական աջակցություն են տալու այդ օրակարգին, մարդիկ արդեն ասում են, որ պիտի Մոլդովայի օրինակը կրկնել, դուք գնում եք ինչ եք համոզում այս մարդկանց։
Մի խոսքով սրանք խնդիրներ են, որոնք իշխանությունը, ներողություն, ընդդիմությունը պետք է դրանց ուղղությամբ լուծումներ գտնելու աշխատանքները սկսած լիներ դեռ 3։ Բայց այսօր էլ դեռ ուշ չէ հասնել ճամփա ընկած գնացքի հետևից, հատկապես որ այդ գնացքը դեռևս արագություն չի հավաքել, բայց ինչ որ ընթացք հետո, երբ այդ արագությունը հավաքվեց, երբ հնարավոր չեղավ հասնել այդ գնացքի հետևից, ընդդիմությունը կարող է միանշանակորեն արձանագրել, որ եթե անգամ ինքը ընտրական process-ում հաղթի, Եվրամիության խավորությամբ այդ հաղթանակը խլվելու է ընդդիմության ձեռքից եւ հայտարարելու են դե պրոռուսական ուժեր են, չգիտեմ, ռուսական ներազդեցություն կամ օրինակը կրկնեն Ռումինիայի օրինակը, որտեղ մարդը կոնկրետ առաջին փուլում ամենաշատ ձայներն էր ստացել, այդ մարդուն արգելեցին մասնակցել երկրորդ փուլին, ասելով որ ռուսական ազդեցություն կա եւ իրենց ուզած տեխնացուն հաղթանակ տարավ այդ ընտրություններում։ Այսքան հարգելի հերոստատողներ, սրա մասին եմ ուզում ձեզ հետ խոսել, քննարկել եւ կարծում դեռ պետք է սպասել, տեսնենք ընդդիմությունը իրականում տեսնում է այս գործընթացները կամ հասկանում է դրանք ուր են տանելու թե ոչ։ Լավ մնացեք, կհանդիպենք։